սաղ շոկի մեջ են, ուղղակի շշմած ենք մնացել։ 21-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահն է ցնցել հայրենի Չարենցավանը։ Ահա որ մի ուրիշ ձևի այլալված, մի ուրիշ ձևի ոնց որ մեջքներս կոտրած այդ այնց հարևաններին։ Տիկին Մարգարիտայի թորնուհու դասընկերն է եղել Նարեկը։ Խելոք, համեստ, խելացի, այս 3 բառն է միանգամից դուրս գալիս Նարեկին ճանաչող մարդկանց շուրթերից։ Թորիկս ասելով շատ խելոք, շատ համեստ, շատ ընկերական, դասարանում շատ լավ տղա։ Ուրիշ ոչ մի բան ասմեր mən չեմ, ու ինքը այնքան ազդված էր, ուղղակի չեմ կարողանում, հա, ու սա 3 շենքս էլ ուղղակի շշմած ու շոկի մեջ ենք։ Չարենցավանի այս փոքրիկ բակում է անցել Նարեկի մանկությունը, տատիկի տունն է այստեղ։ Ինքը ծնողների հետ ապրում էր մի քանի շենք այն կողմ։ 2 թաղամասում էլ տղայի մասին միայն լավ հուշեր կան։ Անգամ չի ուզում հավատալ։ Իմ ընկերուհու թորնիկն է, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Ինչ եմ հանդիպել դեռ ընկերուհուս, որտեվ հələ ոնց որ չկարողանամ ինքս ինձ պատրաստ եմ գնալ։ Շատ լավ բնավորության, ընկերասեր, հասնող, շատ լավ, իրանից երբեք վատ բան չենք լսացի, երբեք։ 2 օր առաջ քննչական կոմիտեն էր հայտնել, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, չմանրամասնելով թե որ հոդվածով։ Ավելի ուշ մամուլում հայտնվեցին լուրեր, որ Նարեկի համար ճակատագրական է եղել դիրքերում առաջին մարտական հերթապահությունը, նրան ծեծել են, հասցրել ինքնասպանության։ Այսօր միայն քննչական կոմիտեն հայտնեց, որ Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում է 2 զինծառայող, նրանք կալանավորվել են։ Դասակի հրամանատար կանդ է, չգիտեմ ինչ, բա ուրա դրանց հսկողությունը, ուրա դրանց հսկողությունը, առաջինը դրանց պետք է ասկի թուրքը այդպես բան չի անում, հոցնողները չեն պահում, որ դու տանես ես ինչ աներ, դու էլ ես տղա, ինքն էլ է տղա, բա չեք ամաչում, որ այդպես բան է կա։ Նարեկին ճանաչողները չեն հավատում, որ տղան կարող էր անձնասպան լինել։ Հայ-ռուսական համալսարանի լրագրության բաժնում էր սովորում, սպորտային լրագրող պետք է դառնար, մեծ երազանքներ ուներ։ Չի կարա զինվորը ինքնասպան լինի, ինքն էլ լրագրող սովորող համալսարանի։ Ես սպանողի ծնողին եմ ասում, ամոթ նրա ծնողին նման ժառանգա, դա սիրակում ու ուղարկում բանակ։ Իմանալով իր ծնողներին ինչ ցավապատճառում հաստատ չէր անում։ Ես չեմ կարծում, որ նման ուսանող տղան, նման սպորտային լրագրող տղան նման քայլի չէր անցնի երբեք իմ մտքով նման բան Նարեկից։ 21-ամյա Նարեկ Թորոսյանը հայկական բանակում 8-րդ զոհն է, վերջին 7 ամսում, սա ըստ պաշտոնական աղբյուրների։ Կա անկարգապահության մի խայտառակ մթնոլորտ։ Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը բազմիցս է ազգային ժողովի ամբիոնից ահազանգել, բանակային կարգապահությունը բարձի թողի վիճակում է։ Շաբաթներով օրինակ հիմա 3-րդ բանակային կորպուսը հրամանատար չունի, հատուկ նշանակության ուժերը հրամանատար չունեն, իսկ այս բարձի թող վիճակն է։ Պաշտպանության նախարարությունն ընդհանրապես բանակային այս ողբերգությանը չի արձագանքել, իսկ առաջ Գեղամ Մանուկյանը հիշում է, հայկական մամուլում չգրված ոսկե օրենք կար, նույնիսկ հստակ ինֆորմացիա ունենալու դեպքում լրագրողները սպասում էին, մինչև պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն կտարածեր։ Որովհետև հասկանում էինք, օդի մեջ միայն զոհ կա զինված ուժերում, ձևակերպումով լուր տալը նշանակում էր ամբողջ զինված ուժերում զինծառայողների ծնողները այդ պահին վեր էին թռնելու։ Բայց տևական ժամանակ է հայկական զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերի մասին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություններ չի տալիս, չի ցավակցում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ամենատգեղն ու ահավորը դեռ նոր պետք է հուղարկավորությունը լինի, զուգահեռ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ինչ որ տեսահոլովակ է ներկայացնում զինվորների խոհարարների մրցույթ, թիթեռ նկարելով զբաղվելու հետևանքն է։ Քննչական կոմիտեն էլ զինծառայողի անվան ազգանունի առաջին տառերը հրապարակեց միայն լրագրողների ճնշումներից հետո։ Լիլիթ Գասպարյան, Անի Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։